Ուղիղ եթերում ես կարող եք հետևել Հայրի Ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերում, ինչպես եւ խոստացել եմ հյուրն եք ավանդույթի համաձայն, գիտեք որ նաեւ ամեն երեքշաբթի հանդիպում ենք պարոն Սուրենյանցի հետ, բարև ձեզ պարոն Սուրենյան, շնորհակալ եմ հրավերությունների համար, քիչ առաջ տարածվեց եւ արժե երևի սա էլ փոխանցել Գագիկ Ծառուկյանը, գիտեք որ շարունակում է կալանավորված մնալ, բարեգործությամբ երկիր չէ սպահի, երկիրը զարգանում է ճիշտ տնտեսական քաղաքականությամբ, այսպիսի բան է ասել Գագիկ Ծառուկյանը, չենք մոռանում, որ Գագիկ Ծառուկյանն ասում էր Թուրքիայի հետ ճանապարհը բացելուց մեր տնտեսությունը կարող է շատ խոցելի դառնալ, շատ կարևոր բաների մասին էր խոսում, մինչև կալանավորվել է եւ նաև այդ վտանգի մասին էր խոսում, նաև Թուրքիայի հետ այդ հարաբերությունները ինչ է սպառնում, Գագիկ Ծառուկյանը խոսում էր Արցախի մասին, Գագիկ Ծառուկյանը խոսում էր գերիների մասին, Բաքվի գերիների մասին, Գագիկ Ծառուկյանը խոսում էր պատմամշակութային արժեքների Արցախում ոչնչացնելու մասին, սպասվող աղետի մասին, այս ամեն ինչի մասին խոսում էր, որտեղ ասում են ինչի համար տարավ, արդյոք աչքը դրել էր Գագիկ Ծառուկյանի ունեցվածքի վրա, այո, աչքը դրել էր, բայց չեմ կարծում այն կերպ ինչպես առաջ, որտեղ հիմա երևի թե ինքը Գագիկ Ծառուկյանից ու այդպես 10 Գագիկ Ծառուկյաններից հարուստ է, այնպես չէ, որ ինքը դրանց կարիքը ունի, չէ, պարոն Սուրենյանց, այն նախկին Նիկոլը չի, որ ասում նախկին Վարդուշը չի, էլ այն նախկին Նիկոլը չի, շարունակելով իր խոսքը, ինչ է ասել Գագիկ Ծառուկյանը, մենք ունենք հայկական աշխարհ, եւ եթե աշխարհի տարբեր հատվածների հայեր ժամանակ առ ժամանակ ունենում են օգնության կարիք, ինչու Հայաստանն էլ որևէ մեկ օգնության ձեռք չմեկնի, եթե անկախության սկզբնական շրջանում դա ուներ բացատրություն, ապա հետագայում սա իներցիոն սխալ էր, ընդ որում կոպիտ սխալ, պարզապես չի կարելի ապրել խոզի նման մտածել միայն սեփական շահի մասին ու անտարբեր լինել քո երկրի, քո ժողովրդի հոգսերի հանդեպ։ Ես մեծացել եմ դժվար ապրող, համեստ ապրող ընտանիքում, բայց տեսել եմ, որ մայրս հացի մի կտորը միշտ առանձնացնում էր ավելի վատ ապրողների համար, ես ինչ արել եմ, իմ երկրի համար քիչ եմ արել, տա Աստված, կանեմ ավելի։ Իսկ ասում Գագիկ Ծառուկյանը չպետք է սրա մասին խոսի, բոլորը այդ ամեն ինչը բոլորի աչքի առջև է եղել, թե ինչ լայնամասշտաբ մեծ բարեգործական ծրագրեր է իրականացրել Գագիկ Ծառուկյանը եւ ես ասում եի որ ցուցադրեն այս օրինակը հենց ուզում եմ հատկապես պարոն Սուրենյանցի ներկայությամբ ասել, կարծեմ մի անգամ եմ ասել պարոն Սուրենյանց, քանի որ պարոն Սուրենյանցի նախկին թիմակիցներն են նաեւ եղել առաջ նորանկախ հանրապետության իշխանության գլխին նստած մարդիկ ինչ էր ասում նրանցից մեկին, ասում է գիտեք որ շատ վայրի սեփականաշնորհման բաներ տեղի ունեցան եւ շատերը այսպես զուտ նրա համար որ այդ թիմում էին ինչ որ բաների էին միանգամից, հա, արժացիք, ասի ես շենքը քեզ, այլ մի շենքը քեզ, այս մեկը սեփականաշ, սա վերցրու, նա վերցրու, այսպես շատ հեշտությամբ ամեն ինչ տրվում էր, օրինակ Ազատ Արշակյանին շատ հեշտությամբ տրվեց մի ամբողջ թռչնաբուժության ֆաբրիկա եւ ինչի վերածվեց դա մի հատ թղթի կտորի վերացավ փոշիացրեց այս փոշիացրեց գնաց այս մի օրինակ եմ ասում եւ այդպես դա տարածվում է բոլորի վրա այդ թիմի ուժերի հավաքարարից բարեկամից ծանոթից բռնած չգիտեմ ինչ էս բոլորը այսպես ինչ որ բաթեց Սուրենյանցի նման միամիտներ երևի տենց մատների վրա կարելի է հաշվել չէ պարոն Սուրենյանց մի 10 հոգի երևի եղել է թե չէ մնացածը տենց ինչ ասես ստացել բոլոր իշխանություններում էլ եղել է բայց նրանցից մեկը շատ ազնիվ էր ասում է գիտես այդպես ԹՀՇ-ի ժամանակ տալիս էին բոլորին բայց քանի որ 99.9% ապաշնոր էին ամբողջը փոշիացրեցին սկզբում այդ շենքի մի հարկն էին վաճառում հետո երկրորդ հետո ամբողջ շենքը հետո դիմացի եսի ինչ այսպես ամեն ինչը փոշիացնում էին գիտեք սեփականաշնորհման դեմ չի կարելի խոսել եւ այդ վայրի այդ օրենքների բարքերի մասին էլ շատ չի կարելի խոսել որովհետեւ նախ պատերազմից հետո էր եւ երկրորդ մի ամբողջ կայսրություն էր սովետական միություն էր փլուզվել իսկ դու գիտեք որ տնտեսապես ինչ կապված էին հանրապետությունների իրար հետ եւ դա ուղղակի բան էր անհնար էր պատկերացնել որտեղ քո տնտեսությունը կարողանաս պահել որտեւ սա օբյեկտիվ շատ պատճառներ կային որ կարող էր ինչի տնտեսությունը իսկապես բան փլուզվել բայց այդ փուլում կային մարդիկ օժտված մարդիկ քիչ առաջ մենք պարոն Սուրենյանցի հետ դրա մասին էինք խոսում որ մարդիկ կան որ իրենց ուղղակի օժտված են տված է իրենց դա այսինքն արարելու ստեղծելու բիզնես կայացնելու ավերակը վերցնելու այդ ավերակը շենացնելու այդպիսի մարդիկ օրինակ ես մի օրինակ բերեմ Հովիկ Աբրահամյանը նախագահական աշխատակազմի ղեկավար էր մի անգամից վերանորոգեց ամբողջը շենացրեց եւ այլն գնաց դարձավ ազգային ժողովի նախագահ ամբողջը շենացրեց վերանորոգեց
կառուցեց, մեծացրեց, լայնացրեց, չգիտեմ, ռեմոնտ եւ այլն եւ այլն։ Փոխեց, օվալաձև դարձրեց։ Գնաց կառավարություն, վարչապետ ամբողջը վերանորոգեց եւ այլն եւ տնտեսության մեջ կան մարդիկ, ովքեր շենացնելու, արարելու հատկություն ունեն։ Եվ այդպես էլ մեր գործարաններն են այդպես եղել։ Հիմա ասենք մի քիչ, ասենք հերվից գամ, Սամվել Կարապետյան 90-ականներ, բար, ծանր շրջան, հայտնվում է Ռուսաստանի Դաշնությունում։ Գիտեք ինչ վայրի օրենքներ եւ բարքեր, չէ՞։ Ինչքան դու պիտի խելոք լինես, ճկուն լինես, հմուտ լինես, որ կարողանաս նախ այդ ժամանակահատվածում մնալ, գոյատևել, հետո միլիոններ եւ միլիարդներ կուտակել, հետո այդ միլիոններն ու միլիարդները այնքան բարեգործ լինես, այնքան հայ լինես, որ կիսես քո ժողովրդի հետ, Արցախի ժողովրդի հետ, Հայաստանի ժողովրդի հետ, ուղղակի մի բան կար, որ ինքը չէր սիրում դրա մասին խոսել։ Ես վերջերս մի հատ եւ իմ էջում էլ տարածեցի, չգիտեմ տեսել եք թե չէ, Մոնախ կամպանիայի ղեկավարը Սերգեյ Համբարձումյան, ով գիտնական բարեզբուն իմաստով, որտեղ դասավանդել է պոլիտեխնիկում ճարտարագիտականում, հետո դոկտոր, այն որ իրական բան էլի, դոկտորներից է, եւ ուրեմն առաջին անգամ աշխարհում ինքը շինարար է, խոշոր շինարար է, աշխարհում ուրեմն մոդուլային այնպիսի համակարգ է ստեղծել, երբ որ ասում է տարիներ առաջ 8 տարի առաջ դրա մասին խոսում էին, ասում են այս միֆական բաներ ես ասում, չի կարելի։ Դուք պատկերացնեք 10 օրում 10 հարկանի շենք է բարձրանում։ Կարող եք այդպիսի բան պատկերացնել։ Այսինքն 20 օրում 30 հարկանի շենք։ Պատկերացեք, սա առաջին բանն է, որ հասել է դրան Ռուսաստանի Դաշնությունը ի շնորհիվ հայազգի շինարար Սերգեյ Համբարձումյանին։ Հիմա շարունակություն եմ ասում, այս բաներ կասեմ, որ դուք դրա մասին չգիտեք եւ առհասարակ պարոն Սուրենյանց, ես մի քանի առիթով մասին խոսել եմ, իհարկե միայն եւ միայն հիացմունք են մարդկանց մասին, ովքեր անում են շատ բաներ իրենց հայրենիքի համար եւ լուռ են անում։ Սա խոսում է տղամարդկային բարձր արժանինքների մասին, չէ՞։ Անում են մեծ բարեգործություն եւ լուռ են անում։ Այդպես է եւ Սամվել Կարապետյանը եւ Սերգեյ Համբարձումյանը։ Ես այսպես որ մատերի վրա թվեմ, չգիտեմ, Արցախի Մարուխ, Արցախի փողոց, Արցախի հիվանդանոց, Արցախի շենքեր, պատերազմից հետո էլ այս ամեն ինչը Սերգեյ Համբարձումյանը կառուցել է։ 10 միլիոն ուրեմն մատենադարանի վերանորոգման, Կոմիտասի թանգարանը, Սարցադաշտ, որ ամբողջը կառուցեց եւ նվիրեց։ Ահռելի բաներ, Արցախահայությունը եկել է այստեղ, ամեն ամիս մեծ ահռելի գումար է ուղարկել Արցախահայությունը, լուր։ Դրա մասին ոչ մեկ չգիտի եւ այսպիսի բարեգործ եւ բացի այդ ինքը ֆենոմենալ, այսինքն շինարար է, աշխարհում այսպիսի մի բանն է իրագործել, էլի 10 օրում 10 հարկանի շենք։ Ասելիքս ինչ է, որ մենք որ այդ մարդկանց տված է, դա այդ մարդիկ օժտված, շնորհալի բան մարդիկ են եւ մեր հայրենակիցներն են եւ մենք միայն պիտի հպարտությամբ դրա մասին խոսենք եւ ավելին ամեն ինչ անենք, որ այս մարդիկ գան եւ Հայաստանում շարունակեն ինչ անել, արարել, ստեղծել, որտեղ այս մարդիկ այդպիսին են, Նիկոլ, ալո, լսում ես, օրինակ քո էներգիան ավիրելու, կործանելու, բայց այս մարդկանց էներգիան ստեղծելու, արարելու էներգիա է։ Նույնը տարածում է նաև Գագիկ Ծառուկյանի վրա։ Գագիկ Ծառուկյանը ինչ լավ է, որ նկարահանել են, շատ լավ է։ Օրինակ ցույց էին տալի կոնյակի գործարանը, գիտեք ոնց է ստացել ինքը։ Մարիամ, այդ կարող ես ցույց տալ։ Եթե հնարավոր է ցույց տանք, ավերակ։ Ես գիտեմ, ցանզալուտը, նույնը ցեմենտի գործը։ Մի հատ գնացեք, տեսեք, թանգարանի է վերածել, որտեղ գալիս են տուրիստները եւ շրջում են եւ կոնյակի, հայկական կոնյակի հպարտություն, բանը, այդ արժանինքները, այտենց ինքը բարձր հեղինակությունը, բանը բարձր պահել է, չէ՞, այս ընթացքում։ Ու դուք ինչ եք անում, խլում եք, ավիրում եք, խլելուց հետո ինչ եք անելու, քանի որ ոչինչ կառուցել եւ արարել չեք կարողանում, ինչ պիտի անեք, պիտի ավիրեք։ Հեծը խլեցիք Սամվել Կարապետյանին, Սամվել Կարապետյանը 380 միլիոն ներդրում արել, որտեղ խնդրել են, ինչ եք անում հեծը, ինչ եք անելու, ավիրելու եք, որտեղ ուրիշ բան չեք կարող անել։ Բանակի գլխին տարակ են արժանավոր Սամվել Սեյրան Օհանյանի բան այդ գեներալներին կալանավորում եք քրեական գործերի տակ, ինչ եք անում բանակը, ավիրում եք անվերջ զոհեր, ինքնասպանություններ, դեպքեր, չէ, ինչա տարածում բանակում եւ սարսափելի վախ Ադրբեջանից, Ալիևից, ինչու, որովհետեւ ենթադրում եմ, որ սուտ է, որ դուք 8 միլիարդի զենք ունեք, եթե նորից ձեռք եք բերել, այդ դեպքում ինչու եք վախենում Ալիևից եւ պատասխան չեք տալիս։ Վախենում եք, որտեւ պատերազմ կսկսի, չպիտի վախենալ, որտեւ դու ասել ես, որ 8 միլիարդի նոր զենք ես ձեռք բերել եւ դու ասում ես, որ մենք ունենք այսպիսի բանակ։ Հետեւաբար
ինչ ասեմ, շարունակում եք դուք ձեր ավերածությունները, բայց ես շատ կարևոր է ես ինչի եմ անընդհատ խոսում այս բարերարների եւ բարեգործության մասին, այս արարող մարդկանց մասին, իմիջիալոց, որ ինքը իրան կարգին պահի Նիկոլ, ես վստահ եմ, որ այս մարդիկ էլի բերելու են եւ անելու եւ դա տարածում է բոլորի վրա, որովհետեւ ի տարբերություն քեզ Նիկոլ, սա իրենց հայրենիքն է, որովհետեւ եթե սա քո հայրենիքը լիներ, ընտրություններից հետո դու հասկացար, որ դու քեզ է ժողովուրդը չի ուզում, դու փոխանակ տաներ համերաշխության, հանդուրժողականության, ցանկացած նորմալ մարդ կտաներ դրան, ճիշտ է։ Կասեր, քանի որ ժողովուրդը ինձ չի ուզում, ես ամեն ինչ անեմ, որ հանդուրժողական մթնոլորտ լինի այստեղ։ Եվ դու ընդհակառակ այդ մարդկանց կալանավորում ես աշխարհում բացառիկ բանա դրվելու Քրիստոսի արձանը դրվելու է դեռ անավարտ վիճակում արդեն ամբողջ տարածքների գները թանկացել է մոտակայքի շրջակայքի, ճիշտ է, այսինքն ինչ տուրիստների հեղեղ է բերելու լստի Գագիկ Ծառուկյանը եւ դու ինչ ես անում Գագիկ Ծառուկյանի նկատմամբ 1 միլիարդի բարեգործություն արել Սամվել Կարապետյանը, դու ինչ ես անում, շարունակում ես Սամվել Կարապետյանի դեմ արշավը այս մարդուն կալանավորված պայից, այն մյուս գործարաններ, որ բարեգործություն են անում, ինչ ես անում իրենց նկատմամբ, սահմանափակումներ ես մտցրել, դու ես որոշում, ով պիտի գա Հայաստան, ով չպիտի գա Հայաստան։ Այսպիսի абսուրդ բան մոլորակի վրա կա։ Ես չգիտեմ, կա այսպիսի բան, ինքը որոշի, որ այս հայը պիտի գա հայ, չկա սենց այլան, վերջացրու Նիկոլ, այդ բաները հանի կծի մի կողմ, եթե դու մի քիչ հայ ես, մի քիչ քո մեջ հայություն կա, դիր մի կողմ ու փորձի գոնե, ինչ ասեմ, ավերածությունները քո ձեր ավերածությունները կանգնեցնել, ուրիշ բան հնարավոր չի ասել։ Հիմա շատ ավելի վտանգավոր բան է տեղի ունենում, 2 օր առաջ մտան Հովիկ Աբրահամյանի Արգամ Աբրահամյանես տուն եւ նույն ձևով, ինչպես որ փորձում էին իրանց արևին ինչ-որ դիվիդենտներ շահել, վախտի մտնոլորտ, բան ոնց որ Գագիկ Ծառուկյանին տարան ստորացնելով, նույն կերպ փորձեցին իրեն տալ, ես ձեզ վստահեցնում եմ, որ սա հաստատ հակառակ արձագանքն է, հակառակ ռեզոնանս է, սա ինչ պատկեր է։ Այս ինչ պատկեր է, ինչ վիճակ է, մարդը ոչ մի դիմադրություն ցուցադրելու բան չկա, մարդուն ուղակի հանկարծակի բերելով, իբրև կինոյի տղաները գնացեք օկուպացած տարածքները մեր Հայաստանի Հանրապետության ազատագրեք, կինոյի տղաները գնա քրեա օլիգարխիկ համակարգի դեմ պայքարի, կինոյի տղայես գնա կասեցրու այսքամ ինքնասպանության, ինչ կինոյի տղայես գնա այսքամ քրեական բաներ որտեղ որ նայում ես կրակահերթեր, կրակոցներ, սպանություններ, բա կինոյի տղաները գնացեք այս օդի աղտոտվածության դեմ պայքարեք, հերճվում ես Ավինյան, դու քանի հատ բան ես ստեղծել, չգիտեմ ինչ ես ստեղծել երևանցիների նվիրը, որ հիմա հաճույքով մարդուց խլած բանը հրավիրում է այնտեղ մարզվելու մարդկանց։ Այս տեսարան էլի, ասենք ինչ է շահում ես տեսած։ Ծառուկյանի կողմից անվճար բադ է։ Այո, հետ է ստացել։ Գլուխ դու գնա օդի աղտոտվածության մասին մտածի, որ ամբողջ ժողովուրդը քաղցկեղածին մթնոլորտ է երկրում տիրում ինչա կա։ Միջից ես Մոսկվայում եմ դա նկարեցի, ուրեմն օրվա մեջ 3 անգամ բոլոր փողոցները ջրցան մեքենաներով անցնում։ Գիտեք դա քաղցկեղի դեմ է, որովհետև օդի աղտոտվածության պարկում դա պիտի անել։ Քանի անգամ էս այդ անում Ավինյան, որ հպարտ գող Գագիկ Ծառուկյանից գողացածը ներկայացնում ես թե բանը եկեք ժողովուրդ հիմա արդեն դռները բացեք գողացել ենք վրցել ենք հիմա եկեք հանգիստ եկեք գնա քո բանով գործով զբաղվի իսկ ինչ վերաբերում է այս գործին ես քիչ առաջ դրա մասին խոսեցի իսկապես բոլոր կարմիր գծերը խախտված են հիմա արդեն անցել են նրան որ ոչ միայն կործանել Գագիկ Ծառուկյանին այլ ուղղակի ինչ ասեմ ավիրել Գագիկ Ծառուկյանի ընտանիքը եւ Գագիկ Ծառուկյանի մեծ ընտանիքը նաեւ մտնել բոլոր տեղերում եւ այն ինչ որ տարածեց քնչականը սա բոլոր գրված եւ չգրված օրենքներով մերժելի է եւ դատապարտելի է ես վստահ եմ որ այս ընտանիքը սա հաղթահարելու է ծանր փուլ է ծանր շրջան է բայց այն ինչ որ կատարվեց սա իսկապես որևէ բարոյական բանի մեջ չի մտնում էլի, ես էլ չեմ ասում օրենքներ չի մտնում, խնդրեմ։ Հերվիս կամ նախ տրանսֆորմացիոն փուլերում, երբ որ հասարակարգել են փլուզվում կամ աշխարհակարգ, որտեվ 80-ականների վերջը, 90-ականների սկիզբը նախորդ տարի էլի մեծ տրանսֆորմացիաների փուլեր ոնց որ այսօր ուրիշ բնույթ է այն ժամանակ ուրիշ բնույթ էր
Նախնական կուտակման process-ը աշխարհի բոլոր երկրներում իդեալական չի եղել։ Այն հայտնի բրենդ դարձած միլիարդ հատերերի անունները, որ այսօր գիտենք, Ford-երը, մյուսները, միլիարդներ, միլիոնների մասին։ Իրանք բոլորն էլ իրանց առաջին 1 միլիոնը ոչ այնքան արդար են աշխատել, որտեղ նախնական կուտակման process-ը այդպեսին է։ Դրան գումարեք Հայաստանի երկու շատ կարևոր սպეციფիկա, որը չէր կարող սեփականաշնորհման գործընթացը լրիվ արդար դարձնել։ Առաջին Հայաստանի շրջափակումն էր, շրջափակման պարագայում մրցակցության պակասը, գիտեք։ Չէ, պատերազմ, շրջափակում, այո։ Փոխկապակցված են։ Եվ երկրորդ հենց պատերազմի գործոնն էր, որտեղ տեսեք, ով է լիներ իշխանություն, մի հատ բան պատկերացրեք։ Հաղթած դիրքերից վերադառնում են տղաներ, որոնք պատերազմյան սինդրոմը կոչվում, որտեղ հաղթել, այդ փուլում արդեն հասարակական շերտավորումը տեղի ունեցել, այսինքն հարուստներ, աղքատներ արդեն, այդ տղաները բնականաբար պետքա փորձեն, պետքա պետությունը փորձեր այդ տղաներին որոշակիորեն մասնակից դարձնել այդ process-ին, գուցե ամենալավ ձևը չի ընտրվել, գուցե, բայց հիմա դնել այն ինչ որ ամբողջ աշխարհը անցել է, իդեպ աշխարհում մտածվել են նաև գործիքներ հասարակական բևեռացումը կանխելու կամ մերվելու համար։ Օրինակ, թող ընդունեին հակամենաշնորհային այնպիսի օրենսդրություն, որ օրինակի համար սուպերմարկետները չխեղդեին փոքր խանութները։ Խնդրեմ, ամբողջ աշխարհում կա ժամ կա, որ այդ ժամերին միայն պիտի այդ փոքրեր աշխատեն, օրենսդրություն։ Կամ Ֆրանսիան մի հատ փորձ է կիրառել, արդեն 10 տարի եւ ավելի գործում է, շքեղության հարկ կա, չէ։ Փորձում են հարուստներից ավելի շատ հարկեր գանձելով նրանց մոտ սոցիալական турքի կամ սոցիալական պատասխանատվության ինստիտուտը բարձրացնել։ Ես չեմ կարծում, որ Հայաստանում մի մեծ հարուստ կա, որ այդ մեխանիզմներին դեմ էր։ Եվ ամենակարևոր ձեր դիտարկումը, այո, շատերը հարստացան, բայց քչերը կարողացան դա վերածել կայուն ենթակառուցվածքի, տնտեսական արդյունքի, տնտեսական բարիքի, դուք վերեցիք օրինակ, ես ուրիշ օրինակ էլ կարամ բերեմ, օրինակ կար 2000-ական երկեսին Փամբուկյան, Հարություն Փամբուկյան։ Ուր է հիմանը։ Էլի չկա, չէ, հիմա մեր տնտեսական։ Ես չեմ ասում միայն Սամվել Կարապետյանն ու Գագիկ Ծառուկյանն են հաջողել։ Չէ, Խաչատուր Սուքիասյանն էլ հաջողված գործարար։ Էլի կա Սամվել Ալեքսանյանը։ Հիմա ես այստեղ քաղաքական բանը չեմ դնում, բայց եթե այս կուլակաթափության process-ը շարունակվի, իրանց դուրն էլ չօգնի։ Բոլորի։ Որտեղ դա անզուսպ process է, որ եթե տաբու չի լինում, միտեղ չես կանգնացնում, մտնում խժռում է, մանավանդ ես այն օրը մի քանի առիթով տարբեր տաղավարներում բացատրել եմ։ Մի հատ վերցրեք, պարզեք, էլի դժվար չի։ Մեր հասարակությունն էլ ինքնուրույն կարանի տեխնոլոգիական զարգացած դրա։ Ո՞նց է պատահում, որ մեր համար անծանոթ մի ազգանուն, որի հիմա էլ Թրիպ ձեռնարկության տնօրենն է, Սոկոլով, հերյա Ռուսաստանում ծնված, Ամերիկայում քաղաքացիություն ունեցող, միանգամից Հայաստանի հիմնարար ճյուղերում սեփականատեր է դառնում։ Ո՞նց է լինում, էլի։ Ես կարող եմ ենթադրել, որ սա ոչ միայն կուլակաթափություն, այլ աշխարհակաղակական ենթատեքստ ունեցող կուլակաթափություն, այսինքն որոշակի շուկայի կամ պետության հետ լավ բարի հարաբերություններ ունեցող մարդիկ կուլակաթափ են արվում եւ դրա փոխարեն արևմուտքի հետ ասոցացվող ինչ-որ մարդիկ, օրինակ Սոկոլով, որին վստահաբար մի 6 ամիս առաջ ոչ մեկը իր անունը չենք լսել։ Հիմա Թեղուտի տերն է, Վիվասելի տերն է։ Էբա Վիվարոյի տերերը այդ մեկ էլ ոնց, մեկ էլ ինչ-որ միլիարդերներ են հայտնվում Նիկոլի ժամանակ, Նարեկ Նալբանդյաններ են միլիարդերներ հայտնվում, օդի միջից մեկ էլ Հովիկ Աբրամյանի տանտեր է դառնում, չգիտեմ ինչի տեր է դառնում, սուպերմարկետինգները գնում են ռեկետ են անում, մյուսներին ասեն պիտի փակեք, հարկային տերոր են անում, այդտեղ մեկ էլ իրանցնա ծաղկում, այդ ոնց է լինում։ Հիմա գալիս ենք բարեգործական երևույթին, բարեգործության երևույթը վարկաբեկել չի կարելի։ Դա իհարկե պետական ֆունկցիային չփոխարինող բան է, որտեղ պետությունը ունի բացառիկ իրավասություններ, որ միայն ինքը կարող է անել։ Բայց բարեգործությունը դա շատ դրական բան է եւ
պետք չի անդադ ուրեմն բարեգործությունը շահադիտական նպատակների հետ կապել։ Օրինակ, ես հիմա մի հատ օրինակ բերեմ, որ Ծառուկյանը թույլ չի տվել, որ այս մասին խոսենք, բայց հիմա ես կասեմ։ 2020 թիվ արտադրական պոտենցիալը բոլորի մոտ կրճատվեց, որտեղ այդ մահաբեր կովիդը եկավ եւ այլն եւ փակվում էին համատարած, հիշում եք։ Անձամբ ես համակարգել եմ ուղղություններից մեկը, երբ որ կովիդի պայմաններում Գագիկ Ծառուկյանը Երևանի բոլոր համայնքներում եւ հանրապետության բոլոր մարզերում մեր համաքաղաքացիներին բաժանում էր լրիվ անշահախնդիր օգնություն, որտեղ մարդիկ չէին աշխատում, կամավորների խմբեր էին ստեղծվել, որ տներն էին հասցնում այդ ես այդ ոնց կարելի է օրինակ այդ 2020 թվին ոչ ընտրական տարի էր, ոչ ընտրություններ էր մոտիկ, ոչ էլ այդ մարդը թույլ է տվել, որ սա գովազդվի։ Կամ ես տասնյակ, հարյուրավոր նույնիսկ մարդիկ գիտեմ, որոնց Գագիկ Ծառուկյանը ընդամենը բարևի մակարդակով է ծանոթել այդ մարդկանց ուրախության առիթներն է օգնի արել են, տխրության առիթները, դրանք էլ չէ մեր քաղաքացիներն են, ամեն արաշի բարձրաձայնել կամ բան ներկայացել, 10 արել են մեկը ցույց են տվել, 10 արել են մեկը, դրա համար էլ այսօր շահարկվում է այդ գործոնը։ Հիմա կամ ես քննչական կոմիտեի։ Չէ, այն մյուսները լավ է որ գոնե Գագիկ Ծառուկյանը ունի հեռուստաընկերություններ եւ ինչ որ բաներ ցուցադրում է, կարող է 10-ից 2-ը, բայց օրինակ ես իմ նշած մյուս գործարանը, որ Սամվել Կարապետյան, որ Սերգեյ Համբարձումյանը բացարձակ ցույց չեն տվել, որ ինչ միլիոնների, միլիարդի հասնող, ասեք Սամվել Կարապետյանը ցույց չեն տվել, թե ինչ են արել, դե դրա համար տարածությունը պարապեն թողնում, Նիկոլին ինչ ուզում խոսում է։ Ասեմ, նույնիսկ հիմա ինքը ընդդիմադիր դաշտում չի, որ ասեն ես բան, բայց նույնիսկ Սամվել Ալեքսանյանը բոլորը գիտեն, չէ՞, հիմա այդ մարդն էլ այդ մասին չի երը բարձրաձայնել։ Անում է, բայց ինչ որ բան։ Բոլորը գիտեն, չէ՞, որ համայնքի տարեց եւ անապահով ընտանիքների համար տարիներ շարունակ լավաշա անվճար։ Դե շատ քիչ է անում։ Դե եթե դուք համեմատեք Սամվել Կարապետյան ու Սերգեյ Համբարձումյանի հետ, ինչի մասին է խոսքը։ Կոնկրետ շատ հայտնի գործարարներից հայաստանյան ծագում ունեցող Սամվել Կարապետյանի եւ Գագիկ Ծառուկյանի չափ որևէ մեկը չի արել։ Սա Սերգեյ Համբարձումյանը։ Սերգեյ Համբարձումյանը, ես ասում եմ հայաստանյան, Հայաստանի գործունեություն ծավալով, Սերգեյ Համբարձումյանը հիմնականում դրսում է, չէ՞, գործունեություն ծավալով։ Ինչ ասել է գործունեություն ծավալով։ Ի նկատի ունեմ Ռուսաստանում է հիմնական գործունեություն։ Դե Սամվել Կարապետյանն էլ է Ռուսաստանում Դե հիմա գործունեություն հա, ծավալում։ լավ, ես ճիշտ է, այդտեղ եւ Սերգեյ Համբարձումյանն էլ արել եւ հիմա գանք այնուամենայնիվ այս տեսանյութին, տեսեք, որևէ մեկը չի ասում, ինչ որ մեկը օրենքից վերա կամ ցածր է։ Եթե կա հանցագործության կասկած, չէ, հանի։ Եթե կան հանցագործության կասկած, իրավապահ մարմինները պիտի գործեն, բայց այստեղ մի քանի կարևոր հարց է։ Այլ բան գործադրվում է ազգային անվտանգության ծառայության խիստ անհրաժեշտ դեպքերում, Երբ որ պիտի շատ ծանր հանցագործ բանդա վնասած ձերծեն, որը զինված է։ Այդ կարող է բաններ, այդ որ ասում եք ծանր հանցագործ, կարող է որ Փարաքյարի համայնքապետին, սպասի, Փարաքյարի համայնքապետին, որ ուզում էին սպանել։ Նույնիսկ լսեք։ Նույնիսկ այդ բանդայի մասին, նույնիսկ այդ դեպքում այո ալֆայի անհրաժեշտություն չկա, որտեղ օպերատիվ տեղեկատվություն պիտի ունենաս, որ կամ այնտեղ զիմաց դիմադրություն կամ ինչ-որ բանդա է գործում, կամ վտանգավոր է այդ մտնել առանց այդ դիմակների։ Հիմա ինչի եք էլի կրկնեմ այն ինչ-որ Ծառուկյանի պարագայում ասեցի, ինչի եք մարդուն գետին տապալում եւ ձեռնաշղթա հագցնում, երբ որ 3 կարևոր հատկանիշ չկա։ Մարդը դիմադրություն իրան չի վնասում, դիմացինին չի վնասում, դիմացինին չի վնասում եւ վտանգավոր վարքագիծ չի ցուցաբերում։ Ուրեմն Ծառուկյանի դեպքում էլ, այս դեպքում էլ տեսանք, չէ՞ մարդիկ հանգիստ սպասում են, այսինքն հանգիստ դիմավորում են, սպասում են եւ ակնհայտորեն որևէ դիմադրություն։ Հա, որ ինչ անի։ Վախ տարածի, հա, իրար։ Մտնոլորտ է, որ տեսեք ազդեցիկ մարդկանց, եթե սենց։ Մի նորմալ մարդ կարող է սա նայ եւ ասի կեցե։ Չէ, ոչ մեկ չի ասել։ Էլի եմ կրկնում, նույնիսկ հանցագործը, եկեք ֆիքսենք, հա սա։ Նույնիսկ հանցագործը ունի արժանապատվություն,
եւ Նախ դա հաստատված չի, նախ դեռ հաստատված չի, դատական վերդիկտ չկա։ Եվ այս պատմության մեջ ամենակստանալի դրվագին անդրադառնամ։ Ով է թույլ տվել քննչական կոմիտեին բամբասանքի մակարդակով։ Բամբասանքի մակարդակով մարդու անձնական եւ ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկատվություն հրապարակել բամբասանքի մակարդակով։ Հələ դե հարց ասկի վերաբերող չի։ Դա Որին չգիտեմ ինչ է։ Հիմա ես հարց եմ տալի, Էմա Ծառուկյանը այս գործի ոչ ֆիգուրանտ է, ոչ այս գործով անցնում է, այս ենթադրյալ գործ։ Դե ուզում ասից ընտանիքդ էլ չեմ խնայի էլի, կմտնեմ այն ընտանիք, կմտնեմ ես։ Խախտվել է մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածը։ Կա զգայուն տեղեկատվություն հասկացություն, ինստիտուտ։ Դրա հետ շատ զգույշ պիտի վարվեն մարդկանց անձնական կյանքի գաղտնիությունը եւ ընտանեկան կյանքի բնականոնությունը։ Սա կոնկրետ է ընտանիքի նկատմամբ բռնություն է։ Էմայի նկատմամբ բռնություն է, այդ ընտանիքի նկատմամբ բռնություն է։ Այո։ Անմեղ որևէ անցակ չգործած կնոջ նկատմամբ։ Այո։ Չէ, ինչ է բայց միայն այդ կնոջ։ Բա այդ կինը ընտանիք ունի, երեխաներ նպատակ ունի, այդ կնոջ երկու մեծ ընտանիքները վարկաբեկել։ Այո։ Այսինքն եւ որովհետեւ շատ པարզ իրավապանները պետք է հասկանային, որ այս կնոջ եւ հայրը եւ սկեսրայրը շատ հայտնի հասարակական դիրք ունեցող մարդիկ են, ակնհայտորեն սա արվել է Ծառուկյանի ցավ պատճառելու համար։ Իմ խորին համոզմամբ, այսինքն այս մեծ տեղեկատվական Չէ, շատ դուք կարծում եք հետևանքները չեն հասկանում, նաև ընտանիք քայքայելու, ընտանիքի դեմ արշափոքր ընտանիքի, մեծ ընտանիքի դեմ։ Հիմա մենք էլ իշխանավորների ընտանիքի անդամների մասին զանազան բաներ։ Բայց ոչ մեկ չի անցնում, չէ՞։ Զանազան, բայց ես երբեք ինձ թույլ չեմ տա նույն քննիչների կամ քննչական կոմիտեի նախագահի ընտանիք մտնել։ Երբեք թույլ չեմ տա Դատախազի կամ ԱԾՊ-ի հանդեպ եք էլի անում։ Ուրեմն ես մի բան պետք է բացահայտեմ։ Մայիսի 9 այս տարվա պաշտոնական ընտրաշավից 1 օր առաջ Գագիկ Ծառուկյանը մեր կենտրոնական նախընտրական շտաբում հավաքում է շտաբի այսպես կոչված սպիկերներին, ովքեր հաճախակի ելույթներ են ունենում, ու կատեգորիկ արգելում է ընտրական կամպանիայի ընթացքում որևէ հակառակորդ մրցակցի ընտանիքի անդամի թիրախավորում։ Լսում ես Նիկոլ։ Ես վստահ եմ որ գիտի Նիկոլը, Ես պարզ ասեմ, սա հարյուրավոր մարդիկ գիտեն, որտեղ կարծեմ այդ նախընտրական այդ մեր ռոլիկների մեջ այդ դրվագը կար։ Այսինքն սա տարածվել է մեր պաշտոնական հիմա էլ ինքը բանտից նաև արգելել է այս այլանդակություններին քաղաքական գնահատական զուգընթաց որ տալիս են, էլի մտնեք ինչ-որ մեկի տուն, որովհետև դա տաբու է, դա հասարակական արժեհամակարգի շատ կարևոր բաղադրիչ քայքայել լանջ, ընտանիք, մարդկային հարաբերություններ, կարեկցանքի, ապրումակցման սկզբունքներն է, չէ խախտվում, իրավական պետության գաղափարն այն վերջո կացուտակ դրվում, որովհետև ես մրցակից ունեմ իմ դիմացի քաղաքական գործչին, ոչ թե նրա երեխային, նրա չգիտեմ ում։ Իդեպ ասեցին, որ սոցիալական ցանցերում ինչ-որ 1-2 ինչ-որ գրառում է արել Էմա Ծառուկյանը, ուրեմն տեսեք ինչ է անում, համ ասում է ձեր ընտանիքը կքայքայեմ, հորդ կկալանավորեմ, կձերբակալեմ, ձեզ կստորացնեմ, ձեր եղածը կխլեմ, բայց դու որպես աղջիկ չհամարձակվես մի հատ բառ խոսել։ Նա քաղաքական գնահատական առհասարակ չի տվել, նա խոսել է իր հոր արժանինքների մասին, ցանկացած նորմալ ընտանիքի տղա կամ դուստր իր ծնողով հպարտանում է։ Աննորմալությունը կլինի այն, դուք պատկերացրեք չխոսեն, բայց նա ինչ ասել։ Ուրեմն Գագիկ Ծառուկյանի ընտանիքի անդամները նույնիսկ Գագիկ Ծառուկյանին աջակցելու հարցում այնքան զուսպ են եղել, որ տարածել են այդ աջակցելու զուգահեռ բարություն, լույս, հավատ։ Դուք չլսեցիք իր մայրը խոսեց։ Այսինքն իր մայրը, այդ 93 տարեկան կինը, որ այսքան ցավի ապրումի մեջ է, բոլորով այդ ընտանիքին մոտիկա գիտեն այդ
ընտանիքի մոր ու Ծառուկյանի հատուկ տենց հարաբերություններ էլի այդ ամենակարևոր մարդը Ծառուկյանի համար մայրն է, բայց նույնիսկ այդ հանգամանքում եկեղեցու Բակում Աբովյանի դուք տեսաք մի հատ անզուս պարտահայտություն այդ կնոջ շուրթերից, ընդհակառակը նա հատուկ մի քանի անգամ շեշտեց, որ իրանք շատ օրինապաշտ իրավունքին ենթակա մարդիկ են եւ եթե տեսակցություն կամ կապ չի կարելի, իրենք հնազանդ սпасելու են դրան ապավինելով Աստծուն ու արտարությունը։ Կեն նույնիսկ այս պարագայում ոչ մի թիրախավորում Չէ, այսինքն չի հանդուրժում, որ դուստր ասենք հայրը այդ վիճակում է, ինչ որ բան պիտի չասի, ասենք անտարբեր, տարերը կեղեքում են, պիտի ձայն չա, աննորմալություն կլինի, եթե ընդհանրապես ձայն չա։ Ինձ գիտեք ինչն է զարմացնում։ Այստեղ Հայաստանում մի հատ այդ կեղծ արեմտամետների խումբ կա, չէ։ Երեք թերթում եմ դրանցից մեկի, էջա անունը չեմ էլ տալու, որ ռեկլամ չանեմ, մեկ էլ տեսնում եմ մեկի գովքն է անում այդ մարդը։ Ուրեմն այդ մարդը ամբողջ օրը մեր իրականության մասին խոսալուց, ուրեմն անվանարկում է Ծառուկյանին, Սամվել Կարապետյանին եւ այլն, քրյա օլիգարխիան նրանց անվանելով։ Ու երեք մտնում եմ այդ մարդու հետ, տեսնում եմ բանը Խադարկովսկիս նույնիսկ մեջբերումներ անում։ Ինչ եք ասում։ Հա, ուրեմն Խադարկովսկին ամենագիշատիչ հարստացած օլիգարխներից մեկն է Ռուսաստանի, հա։ Այդ ոնց է խադա ինչա թե Պուտինի հակառակորդը, ուրեմն Խադարկովսկին սրբազան կովա դառե, դա ցիտում եք, բան եք անում, չգիտեմ ինչ եք անում, հա, իմիջիալոց որ բարեգործներից խոսում ենք, երևի ուղակի մոռացանք մի շատ կարևոր անուն էլ չնշեցինք Ռուբեն Վարդանյանի։ Իհարկե, հա, իհարկե։ Այդ որ հիմա այդ տուրիստական այդ բանը կա, այդ աշխարհի ամենաերկար ճոպանուղին, այդ եկեղեցիների վերանորոգել Դիլիջանի դպրոց Տաթևի բանկետ ամեն ինչը բա ով էր անում։ Հա, այդ էլ մոռացանք, ուղակի զուտ վրիպում էր Ռուբեն Վարդանյանը։ Դե, ինչ ասես, բանը երկու բարեգործ էստեղ են նստած, մի բարեգործ Բաքվի բանտում է նստած, երեք նախագահ Բաքվի բանտում է նստած։ Ես տեսարանները, որ նոր դիտեցինք, այդ մասկի շոուները, այդ բանը։ Խնդրեմ քրեական գործ կա տարեք, ինչ եք մարդուն նվաստացնում։ Չէ, բայց հարցը առաջանում, եթե դա 2023 թվականին է, լավ կարելի է այսքան կապիկություններ անել, հենց եկավ այն օրը, որ արդեն Էմմա Ծառուկյանը գուցե ինչ որ ընդամենը սիրո բան արտահայտում որ նկատմամբ, պետք է Ծառուկյանի մեծ ընտանիքի Ծառուկյանի դեմ գործեր են հարուցում։ Հիմա այդ գործերի բանի նրբերանգների, կեղծիքների մեջ չեմ էլ մտնելու, բայց մի հատ կարևոր արձանագրում ասեմ։ Այդ գործերի 70-80%-ի վաղեմության ժամկետը անցել է։ Դե կարևորը շոու անումներ, քարոշական, ինչ-որ sense ֆոն, փուչիկ եւ այլն, այսինքն որ փրփուրը մաքրում է, ստենում է։ Ես վստահ եմ, որ Արգամ Աբրահամյանի գործն էլ է փուչիկ, ես ուղղակի վստահ եմ, որ այս ուրեմն տեսեք, նորից մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի մասն է։ Կամ եթե դու գիտես դրա 8-րդ հոդվածը թույլ չի տալի ընտանեկան անձնական գաղտնիքի իրապահում։ 6-րդ հոդվածը նույն այդ կոնվենցիայի 6-րդ հոդվածը այն մասին է, որ կա անմեղության կանխավարկած եւ քանի դեռ մարդու մեղքը հաստատված չի, այս տեսարանները համարվում են համ քննության վրա ազդեցության փորձ Իսկն քննության ուղղորդում ես, համ մարդու նվաստացում, օրինակ իսկականից էլի, այն մեկին բռնել էին Կարապետ Պողոսյան, չէ՞ կարծեմ։ Այո, Գյումրիից։ Հա, մի քանի օր առաջ մարդը ազատվեց, փաստորեն այդ մարդը գնացել է անկապ նստել է, որովհետև հետո պարզվել է, որ ինքը անմեղ է։ Բայց նրան էլ բռնելուց հիշում եք ոնց էին ընտրակաշարար, ես իմ ինչ Արմեն Գրիգորյանի չեք հիշում, էլի Արմեն Գրիգորյանի, հա, Արմեն Գրիգորյանի, ոչ չեմ հիշում, կամ Արմեն Գրիգորյանի կալանավորումը, կամ էլ ես հիշում եմ, էլի 2020 թվի նոյեմբերի 11-ին, որ ընդդիմությունով պիտի ցույց կազմակերպենք, անես մի հերոսաբար մտան, բոլորիս գրասենյակներ, բոլորիս ձերբակալեցին, ասենք, գիտեք, էլի եմ կրկնում, նույնիսկ Փարաքարի սպանության հեղինակներին, նույնիսկ ծանր հանցագործներին, եթե նրանք դիմադրություն ցույց չեն տալիս, ինչ-որ անկանոն վարք չեն դրսևորում, ինքնավնասման կամ դիմանցին վնասելու հակում չունեն,
Ինչ ես այդ թատրոնը սարքում, շոու։ Սենք ում ես դու դրանով ինչ է, ինչ խնդիր ես լուծում։ Ինչ խնդիր, հիմա ձեզ եմ հարցնում, արդյոք չգիտեմ ինչ որ վախը Ընդհանրապես ինձ թվում է ավելի խորքային խնդիր են լուծում, որտեղ այս տեսաններից չվախեցողը մեկը չի վախենալու, ասենց ասեմ։ Ոչ էլ այս տեսաններով արդեն կարան մարդ կերակրեն, որտեղ ճիշտ ասած մարդիկ սկսել են շատ քիչ սնվել։ Էլ մենակ տեսարանները։ Մարդիկ հացի խնդիր ունեն, մարդիկ կոնկրետ հացի գնացել եմ այն օրը բանկ։ Ես ավելի խորքային բան ասում եմ վերջին, մի հատ կարևոր բան ասեմ, էլի ասեմ վերջին 1 ամսում լավ կլինի որ այս թվերը նաև ներկայացի։ Գիտեք ինչ արելի թիվ է կազմում սնանկացման գործընթացը։ Վստահ եմ։ Իսկ մարդիկ կոնկրետ գումարներ են արելի վերցրել բանկերից։ Վստահ եմ, այդ գյուղացիական, ուրեմն ես ասեմ, հիմա այս պաշտոնական թիվ եմ ասում։ Այս պահին արդեն հայ-ռուսական առևտրային պատերազմի հետևանքով 250,000 ՀՀ քաղաքացիներ կանգնած են սնանկացման եզրին կամ եկամուտների շեշտակի անկման։ Այդ թիվը որտեղից է։ Այդ թիվը տնտեսագետներն են հաշվարկել այդ ոլորտային ճյուղերում զբաղվածների թիվը։ Դե հիմա տեսեք արդեն քանի որ ձկնա ձուկ, ծաղիկ, պղպեղ, լոլիկ, գինի, բայց հեսա մի հատ ուրիշ սարսափելի բան է սկսելու են իմպորտը իրանք սահմանափակել նաև։ Այսինքն իմ արտահանումն է սահմանափակում։ Դրա հետևանքը լինելու է թանկացումներ։ Հա, բայց իմպորտը որ սահմանափակվի, օրինակ ցորենի 80%-ը բերում ենք Ռուսաստանից։ Ցորենի 80%-ը բերում ենք Ռուսաստանից։ Հիմա ասենք ով է հատուցելու այդ ով ինչ են բաները։ Հիշում եք, չէ՞ որ Արցախը բեռեր, Արցախից ամեն տարի 100 միլիոն դոլարի մենակ ցորեն էր գալիս։ Ամեն տարի Արցախից, է որ ասում եք, Արցախը բեռ, Արցախը ձեր հացն էր, ձեր անվտանգությունն էր, ձեր դարպասն էր, ձեր կյանքն էր, մեր ամեն ինչն էր։ Ավելի լուրջ խնդիր են լուծում, քան վախը բան, խորապես համոզված եմ։ Արժի համակարգ են փլուզում։ Որտեւ ամեն այլանդակ բան, որ տեսնում ենք, սովորական է դառնում։ Դե կնոջը ձերբակալել, ընտանիք մտնել, հեղինակազրկել մի, այսինքն 3 երեխաների մոր, օրինակ 4 տարի առաջ կամ 5 տարի առաջ ամենավատ երազում հնարավոր չէ, պատկերացնել, որ եկեղեցիների պատերի ներսում 10 ուդայ է բանարը մեծացել, տիրադավ է, այո, տիրադավ, այո։ Բա որ այդ տիրադավը, որ դու տենց եկեղեցապաշտ, հավատացյալ, սա նշանակում է, որ այդ հոտը քոնն է, չէ՞ ժողովուրդը։ Հարց դատարանի օրը, դատի ժամանակ, տղա ջան, ինչ ասեմ դրան տարան։ Պիժոն Արման։ Պիժոն Արման։ Արման Սարոյան, չի այդ իրա մասին չեք խոսում։ Այո։ Ինչ էր վախեցե գնացել դատից մի քանի ժամ առաջ։ Դա դատարական օրենսգրքի խախտում է։ Ինքը դատավորի դրից իրավունք չունի։ Այդ ինչի՞ ես դու քանի ժամ առաջ գնաց, ինչ ես վախենում ժողովրդից։ Դու հավատալ։ Բարդ ես իբր Մասյացոտի թեմի առաջնորդի պաշտոնից որ քեզ ազատել են, իբր հոտը քեզ շատ էր ուզում։ Դու այդ հիմքով ես։ Այո, այդ հոտին ասել։ Այո։ Շատ մոտիկ էր իմիջայլոց։ Էջմիածին Մասիս մի քանի կիլոմետրի բան է, չէ՞, թե այդ հոտը թող գար աջակցեր, աղոթեր, հայր մեր ասեր ոնց որ բայց բանից պարզվեց ինքը մտնում է այն դռնով որ իրավունք չունի։ Ու բանից պարզվեց ինքը այն ամենայնիվով է, ոնց ասեցիք։ Պիժոն Արման, իմ մոտ գիտեք ես մի առիթով ասել եմ, հիմա էլ ասեմ։ Այդ 10 տիրադավներից իմ համար ամենաեղկելի կերպարը ինքն է։ Ես ընդհանրապես Էդ էլ են էլ, այդ երկուսը։ Այդ երկուսի քստմը մի հատ տղամարդուն ոչ վայել ժպիտ ունեն դրանք, որի մեջ դավաճանությունը, ստորաքարշությունը, քծնանքը, այդ բոլոր բաները ուրացումը, ապերախտությունը, եւ սրիկայությունը, անկեղծ ասած, օրինակ այդ դատին եթե անդրադառնանք, ավելորդ թեմա, մի հատ պատմական էքսկուրս որ անենք, տեսեք, սովետական տարիներին գաղտնիք չի, որ եկեղեցին լավ տարիներ չի ապրել։ Բայց կաթողիկոսին բանտում սպանել են։ Բանտում չեն սպանել, վեհարանում են սպանել 1938 թվականի ապրիլ 6-ին ըստ երևույթին Չեկայի գործակալները խեղտամա են արել Խորենա Մուրադ Բեկյանին։ Բայց դա եղել է այն ամենապիկին ստալինյան ռեպրեսիաների, որ արձակ բոլորին էին սպանում։ Բայց ուշ սովետական շրջանում 50-60 թվականներից հետո եկեղեցու նկատմամբ եղել է պատշաճ
հարգալից պետական վերաբերվում, նույնիսկ սովետական Հայաստանում, հակառակ պարագայում մենք Վազգեն Հայրապետի մասսայական ժողովրդական սերը առ Վազգեն Հայրապետ չեն ունենա, եւ սա բան եմ ասում, որ բոլորը կարող են հաստատել, իսկ երրորդ հանրապետության մեջ ես չեմ հիշում որևէ դեպք, որտեղ պետության եւ եկեղեցու հարաբերությունները ընդհանրապես ճգնաժամի մեջ հայտնվեն։ Հիմա այս դատավարությունը խայտարակությունն է մի քանի առումով։ Նախ ստեղ կա իրավունքի ակնհայտ ոտնահարում։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 17-րդ հոդվածը 2007 թվականին ընդունված Հայաստանի Հանրապետության եւ Հայ առաքելական եկեղեցու հարաբերությունների մասին օրենքը թույլ չեն տալիս պետության միջամտություն կանոնիկ կյանքին։ Այսինքն վեհապար հոր բացառիկ իրավասությունն է կարգալույծ անել, պաշտոնների նշանակել հոգևոր եւ այլ կանոնիկ իրավունքից բխող գործողություններ կատարել եւ լաիցիզմի տեսությունից ելնելով սկզբունքից որևէ իշխանություն իրավունք չունի միջամտել եկեղեցու գործերին։ Ես ուզում եմ ասել, որ այդ սկզբունքը Նիկոլ Փաշինյանի շատ սիրած Ֆրանսիայում ընդունվել 1904 թվականին եկեղեցու եւ պետության խիստ տարանջատման սկզբունքը, որը հետո դարձել է արևմտյան քաղաքակրթության եւ դեմոկրատիայի ամենակարևոր սկզբունքներից մեկը։ Հիմա ես ոնց չեմ հասկանում, այս իշխանություն հյուսիսային Կորեա գնում, թե Եվրոպայա գնում։ Դե անկեղծ ասած, մենք երևի մի ինչքան 40 րոպե զրուցում ենք, արևմտյան ժողովրդավարության երկու կարևոր սկզբունք սրանք ոտնահարել են։ Սեփականության իրավունք եւ պետության եւ եկեղեցու տարանջատման սկզբունքը։ Ստեղ մի շատ կարևոր բան ասեմ։ Իշխանության միակ փաստարկ այն օրը շատ ուշադիր է դատի օրերը բացել էի դրանց թերթերը կարդում էի։ Միակ փաստարկը էս ասում են, ոնց է օրինակ եկեղեցին միջամտել քաղաքականությանը։ Օրինակ հիշում եմ Բագրատ Սրբազանի, Միքայել Սրբազան։ Ուրեմն հատուկ թերասների համար մի պարզաբանում։ Սահմանադրության 17-րդ հոդվածը եկեղեցուն է պաշտպանում պետության միջամտությունից, ոչ թե հակառակը, որտեղ ցանկած եկեղեցական նույնպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դիրքորոշումը հայտնելու իրավունքը եւ բացի այդ սա ոչ թե եկեղեցի պետությունը չի կարող եկեղեցուց պաշտպանվել, որտեղի տարբերություն պետության եկեղեցին չունի ռեպրեսիվ գործիքներ, բանակ, իշխանային ստրուկտուրա եւ այլն։ Եկեղեցու իր ժողովուրդն է, իր հավատավոր ժողովուրդը։ Հիմա ես դատավորի քայլը կիսադրական եմ համարում հրաժարվել։ Որովհետեւ օրինակ եթե ես ելնեի դատավոր, միանգամից գործը կկարճեի իմ ասած հիմքերով, բայց այնուամենայնիվ այսօրվա պայմաններում նույնիսկ դա է հերոսություն, որ դատավորը հրաժարվել է։ Խոսքը բավականին լավ էր։ Այո։ Շատ տեղին էր, ըստ էության էր, որ ինքը բան չի օծյալ մարդուն դատելու, բան, այս ամենի մասի շատ տեղի բան խոսել է։ Բայց ճիշտ եք ասում, եթե անում էր, պիտի պարոն Ապետյանն էր դրա մասի խոսում, եթե անում էր, ապա պիտի այդ որոշումը իջևեր։ Բայց մի բան էլ ասեմ, որ հանկարծ մեր զգոնությունը չբթանա, ինքը շարունակելու է, այ։ Սա ցավոք սրտի եմ ասում, բայց խորհրդանշականորեն եկեղեցու դեմ կամպանիայի նոր փուլի մեկնարկն է։ Որովհետև Փաշազադեն է պահանջել, թե որովհետև չպիտի լինի այնպիսի մի կառույց, որը չի խոնարհվում Նիկոլին։ Ես անկեղծ ասած։ Ինչն է։ Այդ Փաշիզադեները անկեղծ ասած, այս պատմության մեջ կոնկրետ 1700-ական տեղում են։ Փրփուր է։ Այսի փրփուրն է այս պատմության, որ փրփուրը մաքրում ես, ավելի լուրջ բան կա։ Ում կողմից է իրական Հայաստանի կոնցեպտը պարտադրվել Հայաստանին։ Դա պարտադրվել է արևմուտքի գլոբալիստական շրջանակում։ Իմիջիայլոց այս նույն բանը պարտադրվել է նաև Ուկրաինային։ Հիշում եք, իրենք առաջին արշավը սկսեցին եկեղեցու դեմ Ուկրաինային։ Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ եկեղեցին այսօրվա իրավաքաղաքական
եւ սահմանադրական կարգավիճակ ունենալ չի կարող։ Հասկանում եք։ Հիմա այսինքն սա ավելի գլոբալ պատճառ ունի, քան մեզ թվում է։ Փաշիզադեների մյուսների վրա շատ տանելով, եկեք շատ անկեղծ մի բան ասեմ, հա։ Ինչքան էլ պատերազմի հետևանքով Ադրբեջանը ուժեղացած լինի, Արիևը չունի այն սուբյեկտությունը, որ կարողանա աշխարհասփյուր կառույցի դեմ, իսկ հայ-առաքելական եկեղեցին այդպեսին է, պայքարել։ Ասել կուզեմ, որ սա ավելի լուրջ կենտրոնից էփված բան է, մեկ, եւ երկրորդ կարևոր բանը, ասում են ինչու պիտի գլոբալիստական արևմուտքը պատճառ ունենա թուլացած տեսնելու մեր եկեղեցին։ Պատասխանեմ, որտեղ մերձավոր արևելքում հիմա գնում է քարտեզի վերաձևում, հայկական գործոնը թուլացնելու նպատակ ունեն, իսկ հայկական գործոնը մերձավոր արևելքում արտահայտվում էր հիմնականում եկեղեցու միջոցով, որտեղ Երուսաղեմում հայկական ներկայություն կա։ Իմիջիայլոց հատուկ փաստաթղթեր Մեծ Բրիտանիայի հետազոտման հայտնվել էին հրապարակում, անգամ այդպես կարելի ասել, եւ այնտեղ այդ լուրջ առաջնային կետերից մեկը արշավներ հայ առաքելական եկեղեցու դեմ ինքնության հետ կապված եւ նաեւ այո եւ նաեւ այդ կապի այստեղ նաեւ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունը կա, որտեղ ասում է իներցիոն այդ կապը նաեւ հայ առաքելական եկեղեցի ինստիտուցիոնալ հիշողությունը եւ կապը կա։ Ուկրաինայում նույն պատճառով այո, հետեւաբար ինչպես Ուկրաինայում պետք է արշավել եկեղեցու դեմ խզել այդ իներցիոն վրացական եկեղեցի պարակման գործընթացը որ նաև ինստիտուցիոնալ հիշողությունը շատ ուժեղ է հայ առաքելական եկեղեցու եւ պատմականորեն շատ կարեւոր դեր է իր վրա վերցրել, ինչպես տեսնում ենք դժվարությամբ է ստացում Նիկոլի մոտ, բայց շատ ճիշտ է ասում պարոն Սուրենյանցը, չպետք է բան լինել, թուլանալ եւ հանգստանալ, որ վերջ դադարես, չէ, ճիշտ եք ասում, ինքը այո, հայ առաքելական եկեղեցու դեմ ինքը շարունակելու է իր արշավը, որը արդեն 2 արքիեպիսկոպոսի կալանքի է տարել, կաթոլիկոսի Շատ, ոնց 4 կներեք։ Մի կաթոլիկոսի դեմ քրեական գործը երկու ասպատակություն ա եղել Վեհարանի դեմ։ Հիշենք, մեկը Միքայել Սրբազանի կալանքնավորման այդ process-ը մի հատ էլ դեկտեմբերի։ Այն որ ասում է բան կար է, մոռանալ Հերոստրատին, որ ամեն ինչ անել է, որ իր հրեշագործությունը դե ինքը այրել էր 7 հրաշալիքներից մեկը, որ պատմության մեջ իր անունը մնար եւ ամեն ինչ անում էին, որ սրբեն, հիմա այս առումով, այս ԿՊ-ին հատկապես Նիկոլին հաստատ չի լինի մոռանալ, որտեղ Արցախի հանձնումը եւ հայ առաքելական եկեղեցու դեմ եւ վեհապար հորը դատարան տանել էս արշավը հաստատ պատմության մեջ անալոգիայի առումով տեսեք պատմության մեջ զուգահեռ որ ասում են հնարավոր չի, ես դեմ միշտ հակապաստարկ եմ բերում։ Ինչ հնարավոր չի։ Փոխել ժողովրդին, փոխել նրա արժանապատվը։ Քեմալ Աթաթուրքի օրինակը հիշեք։ Որը հին Թուրքիան կործանեց ամբողջովին, ստեղծեց նոր, բայց Քեմալ Աթաթուրքը դա արեց հաղթանակի հիմքով։ Այսինքն նոր հանրապետությունը իր ծնվեց հաղթանակի վրա, ոչ թե նվաստացման ու պարտության։ Բայց ուզում եմ ասեմ հնարավոր է, Թուրքիայում մենք դա տեսել ենք, աշխարհի բազմաթիվ երկրներում ենք տեսել։ Ուզում եմ ասել, պիտի իմունիտետը կարողանանք բարձր։ Իմիջիայլոց Ռուսաստանում էլ որ ասեն ես 90-ականներին էր այդտեղ էի, հիշում եք այն ծանր բան փուլում եւ չասեմ ամեն քայլին, բայց ինչքան էին հանդիպում, ասենք հարբած կամ չգիտեմ բան էս վիճակում, դու գիտեք ոնց է փոխվել այդ ամեն ինչը եւ ամեն երկրորդ, երրորդ երեխանում խոսում ես երիտասարդները բոլորը համատարած զբաղվում են սպորտով, որտեղ սա եղել է իրենց կարևոր ռազմավարական բաների։ Ես այս տարվա փետրվար ամսին մի քանի օրով Կրասնոդարում եմ եղել։ Ու շատ հետաքրքիր մի քանի բան եմ ուսումնասիրել։ Օրինակ աշխատանքային օրերին Կրասնոդարում, որը միլիոնից ավելի մեծ քաղաք, Երևանից մեծ քաղաք է մի խոսքով, այս բանին իր բնակությամբ գիշերը շատ ուշ ժամանցի վայր չես գտնում, պետական քաղաքականության մակարդակի է բարձրացվել այդ ալկոհոլի դեմ պայքարը եւ աշխատանքային օրերին օբյեկտները ուշ ժամերի չեն աշխատում, որտեղ վնասով են աշխատել։ Մարդը առավոտը 8:30 ստապ պիտի գործի լինի։ Շաբաթ կիրակի հա իրանց այդ բանի մեջ ազատեն,
Բայց ես երիտասարդության եւ այո, Կրասնոդարում վիճակագրություն կար, որ որ 18-ից 35 տարեկանների 60%-ը մարզվում է։ Այսինքն նոր բան է, չէ՞։ Այո, նոր տրենդ է, նոր բան է, ասենք։ Իսկ երիտասարդներն ու պատանիները ինչի վրան ամեն երկրորդ օրը մեկը կախված, մեկը կամուրջից իրեն նետում է, ինչու, որովհետև վիվարոներ ու բանը մտցրել են, տոտոները մտցրել են բոլորի տուն, դրա հետ միասին նաև թմրանյութեր, թմրա, չգիտեմ ինչ այդ ծավալը դարձել է, ինչ ահռելի ծավալ էր, այսինքն ինչ է տեղի ունենում, կոնկրետ մի քանի սերունդ պատանիների, երիտասարդների ոչնչած, ոնց են ոչնչացնում, ինքնության դեմ։ Ու ինքնության դեմ մենակ եկեղեցով չեն գնում, ամեն առումով ոչնչացում։ Բնականաբար, այն որ սովորացնում, գիտեք, այդ եկեղեցին ու մյուս բաները այսբերգի երևացող դրսերն են։ Բայց ընդհանրապես արժի համակարգը խաթարում են կրթական համակարգով, ազարտային ոլորտների զարգացման ճանապարհով։ Ինչ դնես մեջը 1000 անգամ ասես, դասավանդես, չդասավանդես կամ ցուցադրես կամ պարտադրես, դա դառնում է բնավորություն, դա դառնում է առօրյա, դա դառնում է կենսակերպ, դառնում է նկարագիր, դառնում է արժեհամակարգ, դառնում է բնավորություն։ Այս մարդիկ են դրանով օր ու գիշեր զբաղված են դրանով։ Աշխարհը ոնց է փոխվում, համացանցի զարգացումը իր ունի եւ դրական եւ բացասական շերտ, չէ՞, որովհետեւ օրինակ հիմա շատ քիչ են գիրք կարդում, դա շատ բացասական բան է։ Դրականն է նա, որ շատ արագ ինչ-որ ինֆորմացիա ես կարողանում գտնել։ Հիմա մեր մոտ այդ գլոբալիստական տրենդային միտումներից միայն բացասական նստվածն է մնում։ Օրինակ ազատությունը թմրամոլության հետ է ասոցացվում։ Կամ այն ապուշություն է, ես ազատ մարդ եմ, այդ դեբիլություն է։ Ասենք ավելի տխմարություն, այդ դեբիլություն է, շապիկները հագնում են ու գրած։ Ես ազատ մարդ եմ։ Այդ տխմարներ։ Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին հերթին դա պատասխանատվություն է։ Ոնց, հենց պատասխանատվություն ազատություն։ Եվ այդ հիմարությունը, որ շապիկները այդ դեբիլները հագնում ու շրջում են, էլի, ես ազատ մարդ եմ։ Դուխով գլխարկի պես։ Մոտարապես նույն պատմությունը։ Բայց տեսեք, հիմա Ռուսաստանի հետ նախ այս տնտեսական ինչ աղետալի բանի մեջ ենք, չէ՞, տեսնում ենք, վերջին իր հանդիպումը ինչու գնաց, ինչ խոսեց ինքը ԵԱՏՄ-ում եւ ասում են կարճ հանդիպում է նաեւ Միշուստինի հետ եղել եւ վստահաբար այդ հանդիպում չէ, ոտի վրա զրույց է։ Այս համանախապակումների մասին է։ Տեսել ենք։ Այս համանախապակումների հետ կապված, բայց մի էսպիսի բան, ես օրինակ մեր ժողովրդին, մեր հետևորդներին կամ հատկապես նրանց, ովքեր որ Նիկոլին են ընտրել եւ հիմա կանգնել են այս մեծ բարդությունների առջեւ են կանգնած, սննկացում, ողբերգական վիճակ է, ծանր վիճակում են գտնվում, հա, եւ ծաղիկ մշակողները եւ ձուկ եւ ինչ է բանջարեղեն եւ այլն գինի արտադրողները, կոյնակ արտադրողները ինքը ըստ էության այս իշխանությունը եկած օրվանից հակառուսական քարոզություն է գնում, ճիշտ է, ինչ ուզում ասեն, չասեն, ակնհայտ է դա։ Էլ չեմ ասում իրանց արևմտամետ արբանյակներով մեկից էլ դուք ինչ որ մի օրինակ 2018 թվից սկսած հակառուսական բան է գնում։ Ես ուզում եմ հիշեցնել, որ այս իշխանության նորամուտը եղել է ռեյդը հայկական երկաթուղու դեմ, որը տնօրինվում է 2018 Ես չէի հիշում, Պաստորեն Բավոր Պուտինին էլ մաթափ տալով ասեց կարևոր չի որ ձերնա կոռուպցիայի դեմ են պատահել։ Այդ էլ բանը սպասեցրեց թե ինչ արեց չգիտեմ։ Բայց դեպքերով սկսվավ ամենը, Խաչատուրով, ՀԱՊԿ գլխավոր կարգավարի։ Այո, տեսեք Ամոթալի խաղ։ Տեսնեք, ինչ լավ է, երբ որ մեր զրույցը պարոն Սուրենյանցի հետ է, 18 թվին առնվազն Ռուսաստանի հետ հատուկ հարաբերություններ ունեցող նախագահի նվաստացուցիչ կալանավորը։ Այո։ Բա կարամելի դրվագներ իշեն։ Առնվազն Այսինքն ես ճիշտ եմ, հետո Ծառուկյանի դեմ գրող, Սամվել Կարապետյանի դեմ, Ռուսաստանում գործող մեր քաղաքական եւ հանրային գործիչների դեմ սահմանափակումներ որ չկան։ Դեմ գրողի հետ եմ։ Նորվա չէ։ Մոռացել եք որ մի հատ է 20 թվին։ Ու դա կարելի է շարունակել, այո, կարելի է շարունակել։ Ռուսաստանում մեր հայրենակիցների կամ ռուս Զատուլինը, ռուս հայ ժողովրդի ամենամեծ բարեկամ Զատուլինի ճանապարհը փակել է։ Հա, Զատուլինի, ես անկեղծ ասած։ Ո՞ր բան եմ ուզում ասել, ասեմ պարոն Սուրենից, հարցից տամ, ուզում եմ դուք պատասխանեք։ Հիմա մեր ժողովուրդը, եթե հակառուսական այս բանը տանում է, այս մարդկանց կարելի ասել, որ եթե դուք իրեն ձայն եք տվել, նշանակում է դուք ընդունում եք, որ ինքը փայլուն գործիչ է, խաղաղություն է բերել եւ քանի պետություն է հիմա ըստ էության բոլոր երկրի վրա 100 մոտ 200 չկա 200 այդքան չմոտ 180 190 190
քանիսի մոտ վերջը։ Այսքան պետություն կա աշխարհում, քանի որ վիրտուոզ գործիչ է, աշխարհաքաղաքական Նիկոլը վիրտուոզ գործիչ է եւ բոլորի հետ բացառություն Ռուսաստանի ունի փայլուն հարաբերություններ, ճիշտ եմ թե սխալ։ Պարոն Սուրենյան, ճիշտ եմ թե սխալ։ Ես ուզում եմ հասկանամ։ Ուրեմն ես սպասեք, ունի փայլուն հարաբերություն։ Հիմա ինչ եք ուզում Ռուսաստանից։ Եթե ինքը ասում է, որ Ռուսաստանի հետ չեք ուզում, էքսկլյուզիվ հարաբերություն։ Ախպեր գնա ուրիշից էքսկլյուզիվ մի քանիսն էլ նվազեցնում 180 երկիր, այսպես եմ որ բանի մատրոսի նման կրծքները բացած, ասում են պատրաստ ենք, եղբայր ենք մենք, հարաբերություններ։ Տարեք թող տանի ուրիշի վրա վաճառի։ Ինչի՞ է կապել Ռուսաստանի։ Չէ, պարոն Սուրենյան, ինչի՞ է կապել Ռուսաստանի։ Որովհետև այդ ուրիշները իրան որևէ երաշխիք չեն տվել, ոչ չեն տվել։ Ասում են բոլորի հետ բարեկամություն։ Մի բուրցիրաներ հավաքեմ ուրաբայր սարքի։ Ցույց տալի։ Որ երկի դեսպոտ։ Գրոսներ, կոսային, Եվրամիության հանձնակատարը։ Տեսար ինչ աջակցություններ մուրապ։ Այդ խորհրդանշական աջակցությունն է։ Ոնց է դա։ Հիմա այդ սուտա, որ ինքը ամբողջ աշխարհի հետ լավ հարաբերություններ ունի, այս ապրանքները տանում է չկա։ Եթե ճիշտ է, թո $1 միլիարդ տա ամբողջ ապրանքները։ Ես հարցնում եմ ձեզ սուտա։ Իհարկե սուտ է։ Այդ մարդիկ այդ խոստումներ չեն։ Բա այս ժողովուրդը գնաց իրան ընտրեց, իր ընտրողները դրան Փաշինյանին պատրաստ են։ Այս մարդիկ գնացին իրան ընտրեցին դրա համար, որ ինքը ասեց վերջ, բոլորդ ազատ մարդիկ եք, բոլոր ճամփաները բաց է, բոլորս եղբայրներ ենք, թուրք, ադրբեջանցի, քուրդ, բան, ամեն ինչ։ Հիմա ինչ եք ուզում։ Ուրեմն գիտեք, որ ես Մեդվեդևի հանդեպ շատ մեծ սիմպաթիա չունեմ, բայց շատ դիպուկ մարդ է նկարագրել է 3 օր առաջ կարծեմ, որ շուտով Հայաստանի նկատմամբ լրիվ արևմուտքի հետաքրքրությունը կկորից, դա գալու է այն օրը, երբ որ Հայաստանի հակառուսական պոտենցիալը սպառվի։ Ուրեմն հետ սովետական տարածքում պետությունները վարձատրվում են արևմուտքի կողմից միայն հակառուսական ստրիպտիզի համար։ Եթե պետությունը հակառուսական ստրիպտիզ չի կարող πάρի, իրան թարապես ոչ իման չեն տալի։ Շատ լավ պարողներին մի քիչ շատ են վարձատրում։ Մերպես այդպես վիճակ պարողներին այնքանով որ այդ բարը չընդհատվի եւ այլն, այսինքն սпасել դե նույնիսկ անիմաստ է քննարկել է, եւ ինքը ընդհանրապես ես չգիտեմ Հնդկաստանում ինչ էր խոսում։ Նախ ամեն լսարանի համար այդ լսարանի ներդաշնակ ելույթ են ընտրում։ Բացի իրենից այնտեղ հավաքված էին տեխնոկրատները կամ մենեջերները, որտեղ ինչպես գիտեք, ԵԱՏՄ 5 անդամներից 4-ում ուժեղ նախագահական մոդել է, որտեղ վարչապետները ստրատեգիական որոշումներ կայացնողները չեն։ Չէ՞, տարբերություն Հայաստանի։ Հիմա ինչ ես գնացել այդ մարդկանց, որոնք իրանց երկրում ստրատեգիական որոշում կայացնող չեն, լեկցիա կարդում 10 րոպե, ինչպես անդամագրվել ԵՄ-ին։ Ինչ է գնացել պարոն։ Չգիտեմ, ես այդ ասենք իր կարծիքով Միշուստինը Կոպենհագենի հռչակագիրը չգիտի այն ճանապարհային քարտեզը ոնց որ ԵՄ-ին են անդամագրվում, ոնց են ԵՄ-ին անդամագրվում։ Ասում ես հələ այլընտրանքը չի ուրվագծվել, ինչ եք մեզ հանրակրվետ եմ տալի։ Լավ, երկու հարց ունեմ սրա հետ կապված։ Բա որ այլընտրանքը չի ձևավորվել։ Ինչի՞ ես 2025 թվին այն օրենքը ընդունել։ Այո։ Եթե այլընտրանքը ձևավորվել է, ինչի՞ է սանկցիաների թույլատում մուրում Ռուսաստանից։ Բա գնա թող ծորեն էժան էքսկլյուզիվ։ Այո։ Եթե ասում ես այլընտրանքը չի ձևավորվել, հանրակրվեյա առարկա չկա։ Կնշանակի, որ ես կարամ ենթադրեմ, որ Ադրբեջանի պահանջով հանրակրվեն անում ես, որովհետև իսկապես դու ես Ալիևի պես մտածում, որ մեր սահմանադրությունում տարածքային պահանջներ կան, այսինքն նա բան կա, առարկա կա հանրակրվեյանել։ Սա երկու եւ երրորդը Բոստան բաղեր ընկնելու կարիք չկա։ Այդ հանրակրվեն էլ կարա չան։ Իրանից շատ հստակ բան են ասում։ Ասում են ախպեր, դեպի Եվրամիություն գնում ես թե չէ։ Ու ձև թո չտա որ դա այլընտրանք է, այդ կարող Հայաստանի համար այլընտրանք։ Ռուսաստանը կոնկրետ հարց է տալի։ Ասում է դու պատրաստվում ես միանալ
քաղաքական են բլոկին, որը սպառնում է իմ դեմ պատերազմ սկսի։ Ու ասում է պրոբլեմ չկա, ինքը չի ասում։ Չէ, պրոբլեմ իրականում Նիկոլ Փաշինյանը կա, մեկ-մեկ որ ասում են պրոբլեմ չկա, այն տոնով։ Չէ, ռուսներն ասում, եթե ուզում ես, եթե ասում են ուզում ես գնա։ Բայց ասում են այդ դեպքում դու զրկվելու ես բոլոր բոնուսներից։ Դե որովհետև այն օրինակը չէ բերեցին, ասեմ ոնց որ կինը ամուսնալուծվում է, գնում է մեկի հետ ապրում է։ Չէ, մի հատ տղամարդ օրինակ բերեցին, որ գալիս է տուն, ասում է կնիկ, մեր հարևանի հարսը շատ լավն է, հետը սիլիբիլի եմ անում, բայց քո հետ եմ ապրելու միջև ինքը համաձայնություն տա, այդ ամիրաստում։ Մոտավորապես էս պատմությունը։ Այդ կնոջ վրա են բերում։ Էս բանը, էս պատմությունը քաղաքական միջազգային Չէ, բայց այդտեղ կնոջն ասում է դու պիտի պահես, դու պիտի կերակրես, դու պիտի փող աշխատես։ Այն ասում է փող տվեք, այդ փողով բոնուս տվեք։ Որ ես գնամ այնտեղ։ Որ ես այդ դրանով սպասարկեմ իմ Եվրամիություն գնալու։ Ուրեմն տեսեք, այստեղ մի հատ շատ անկեղծ բան ասեմ։ Նախ, այն ինչ որ անվարում անում է Նիկոլ Փաշինյանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիա չի։ Ստրատեգիական կողմնորոշման փոփոխություն է, սա մեկ։ Եվ երկրորդ շատ կարևոր բանը։ Այս աշխարհում турբուլենտ, երբ որ աշխարհակաղակական ցանկացած կենտրոն համարում է, որ եթե իր հետ չես, իր թշնամին ես, նույնիսկ դիվերսիֆիկացիան է շռայլություն մեր տիպի փոքր երկրների համար։ Հիմա ռեսուրսների համար ազիջում պայքարա, աշխարհի բոլոր պատերազմները սպային դրա համար են։ Օրինակ, մոռացել են, չէ՞, Իրանի միջուկային ծրագիրը, բոլորը խոսում են ուրեմն Հորմուզի նեղուցի, հիմա էլ խոսում են այն Մանդեպի նեղուցի, Բաբել Մանդեպի նեղուցի մասին, որը Կարմիր ծոցում է գտնվում եւ կարող է փակվի։ Դա էլ երկրորդ մեծ նեղուցն է։ Բաբել Մանդեպի նեղուցը Կարմիր ծովը Կարմիր ծովով անցնող նեղուց է, քանի որ այնտեղ հութիները եւ սաուդիտները խնդրեմ ունեն։ Հութիները, որ Իրանի պրոքսիներից մեկն են համարում, ամենամարտունակ, սպառնում են նաեւ այդ նեղուցը փակել։ Քան ինչի համար Ուկրաինային պատերազմը, էլի կենսական տարածքի ռեսուրսների։ Հիմա այս պարագայում քեզ ռեսուրս ապահովում է ռուսական շուկան։ Այս պարագայում, որ պատերազմի մեջ են Եվրոպան եւ Ռուսաստանը, Եմեն ավելացրել է Ռուսաստանից հեղուկացված բնական գազի ներմուծումը։ Ոնց որ Արցախը դարձավ Նիկոլ Փաշինյանի աշխարհակաղակական անուրջների զոհը։ Հիմա Հայաստանի տնտեսությունն է դառնում։ Նույն պատմությունը։ Բայց ինքը չի հասկանում, որ արդեն հացի խնդիր է, այստեղ ոնց է ժողովուրդը դոլար հասկանա, 4-ից 5 միլիարդ դոլար է նստելու։ Պահանջեք Նիկոլ Փաշինյանից թողասի, օրինակ գազը թանկացնում է 15-20 դրամով։ Ինչ են կանելու։ 4-ից 5 միլիարդ։ Պատկերացրեք ամեն մեկից դա ինչ է նստել։ Հայ-ռուսական բանի ճգնաժամի խորացումը Հայաստանի վրա նստելու է 4-ից 5 միլիարդ դոլար։ Չի նստել, դա գիտեք ինչ է նստելու, դա նշանակելու է հեկտարներով Ծիրանի այգիները ոչնչանալու են, Տեղցենի այգիները ոչնչանալու են, ջերմատների տերերը սննկանալու են, չգիտեն ինչ են։ Այդ ձուկը որ սկսեց արդեն բաներ ասել, այդ լճերը ամբողջ չգիտեմ վերանալու են։ Հիմա խաղողի այգիները հեսա մտնում է սկսում։ Հիմա դե ասեք, այդ ինչ են անելու։ Ո՞վ է մթերելու։ Ես չգիտեմ, կոնյակի գործանի ինֆրաստրուկտուրան ջախջախել են, հիմա ես չգիտեմ։ Ինչ է լինելու։ Հիմա ես նա ուրիշ բան ասեմ։ Մտովի վերադարձեք, եթե չեմ սխալվում 2004 թիվներ, հա։ Ինչու, եթե գիտեք, Վարդերի հեղափոխությունից հետո մի խոսքով երկար ժամանակ դերևս մոտ 6 ամիս թե մի տարի Աջարիայում շարունակում էր իշխանության ունալ Ասլան Աբաշիձեն, ինքը շատ խարիզմատիկ, տես կոլորիտով մարդ էր, անձամբ պատիվ ունեցել եմ շփվելու, ռուսամետ գործիչ էր։ Ասլան Աբաշիձեն համարվում է ռուսների Հովանավորյալը։ Նույնտեղ հեղափոխություն բեմականացրեց Սաակաշվիլին, այս մարդը փախավ Ռուսաստան, Ասլան Աբաշիձեն, այսինքն ռուսական ներդրումները բաները Աջարիայում վերացան։ Այս բանից հետո ռուսական կապիտալի վերացումից հետո 2004 թվականին Աջարիայում ով հայտնվավ։ Թուրքերն ու ադրբեջանցիները։ Հիմա ես Աջարիայի օրինակը հատուկ բերեցի,
Ընդեղ էլ չէ, Միխայել Սաակաշվիլի էր աշխարհաքաղաքականի ցնորամիտ բաներով, միջև այդ ծաղկուն երկիրը 2008-ին կանգնեցրեց։ Այդ օրերին Թբիլիսիում եմ եղել 2008 թվին։ Թբիլիսիի բարձունքից ռուսական տանկերը երևում էին։ Եկել էին հասել էին Թբիլիսիի մատույցների մոտ։ Հիմա ես ասում եմ, այս տարածաշրջանը գտնվում է 3 շահի խաշմերուկում։ Ռուսական, իրանական, թուրքական։ Ես թուրքական մի հատ էլ զարգացեք։ Թուրքիան պայմանագիր կնքեց Սաուդյան Արաբիայի եւ Պակիստանի հետ, Հայաստանի նկատմամբ մեղմ ասած ոչ բարեկամական երկու երկրներ։ Ինչ մեղմ ասած, երկրներ, որոնք Հայաստանի պետությունը չէին ճանաչել, ինչի՞ մասը։ Հիմա իր հերթին Թուրքիան, Թրամփը միլիոն անգամ հայտարարել, այդ ես չեմ ասում, փաստա։ Թուրքիան ՆԱՏՕ-ի եւ Ամերիկացի Նահանգների արևմուտքի շահերի տրանսլյատորն է։ Այսինքն որ ասում ենք մենք գնում ենք դեպի արևմուտք, դա նշանակում է մենք վերցնում ենք թուրքական վեկտոր արտաքին քաղաքականության, որտեղ արևմուտքը որտեղ ձեր մեր արևմուտքը դա Թուրքիան է։ Չէ, դա բայց բան աշխարհագրորեն է նույնիսկ տենց։ Դեպի Եվրոպա տանող քո ճանապարհը Թուրքիայով է անցնում։ Հիմա դրա համար ես ասում եմ, այս նախ այդ պակտը, որ պաշտպանական սաուդիտները Պակիստանը եւ Թուրքիան կնքեն, նշանակում է, թե մի երկիր պատերազմի հա, բայց հիմա այդ երկրներից մեկը անցած գիշեր ամբողջ գիշեր թիրախավորվել է Եմենի կողմից։ Այդ Սաուդյան Արաբիան ավելին Եմենում գտնվող սաուդական զորքերի գեներալն է զոհվել։ Այսինքն հիմա տրամաբանությունը հուշում է, որ Թուրքիան եւ Պակիստանը հարձակվեն Եմենի վրա։ Եմենի վրա հարձակվեն։ Բայց ավելի կոնկրետ Իրանի դեմ։ Հա, Իրանի դեմ։ Բայց այդտեղ էլ մի հատ ուրիշ նրբություն կա։ Այս դաշինքին ինքը հակաիրանական է, իհարկե շատ մեծ խանդով է վերաբերում նաև Իսրայելը, որովհետև Թուրքիան ու Իսրայելը ունեն չախտարված խնդիրներ եւ մերձավոր արևելքում մրցակցության մեջ են ովալնելու Միացյալ Նահանգների թիվ 1 դաշնակիցը։ Իսկեն տուրբուլենտության մակարդակը չափազանց մեծ է, եւ ես պայմաններում զարմանում եմ, որ ամսի 8-ին կենացներ էր ասում թրիպի 1 տարվա արդիվ։ Մուրազի ճամփա է բացում Ադրբեջանի համար, ասում կապելու ենք, չասեցին ամերիկացիք Նախիջևանի եւ Ադրբեջանի կապն են ապավում։ Այսինքն այս ամբողջ կռիվը այդ ուրեմն տեսեք, սա արևմուտքի համար կենտրոնական Ասիայի ռեսուրսները Չինաստանը, Ռուսաստանը, Իրանը շրջանցելով հասցնելն է Եվրոպա։ Արևմուտքի համար է դա։ Աշխարհաքաղաքական կոնկրետ ու շատ լեգիտիմ իրավունք է իրենց։ Թուրքիայի եւ Ադրբեջանի համար թրիպ չկա, դա Թուրանական Միջանցքի բանն է, ծածկանունն է։ Մենակ Հայաստանի Հանրապետության հրապարակում նստած մարդկանց համար է սա տնտեսական նախագիծ, ինչ էլ ունենան, ուրեմն մինչև 2036 թիվը Trip Plus ընկերության համար նախատեսված ընդամենը $402 միլիոն։ Այսինքն 400 10 տարվա կտրվածքով $400 միլիոն փող պիտի ծախսեն։ Այստեղ ամեն տարի 4 միլիարդ գալիս է դրա հերն անիծում է։ Տնտեսությունը ավիրում է։ Ուրեմն $400 միլիոն դիմաց դու երկրի իրավասարությունը հանձնում ես 99 տարով։ Ինչ կապ ունի դե ինչ շարժեր են։ Մենակ դուք դա եք ասում, բա Ռուսաստանի դեմ այս ամեն ինչ անելով է։ Սեպտեմբերի 15-ին էր Սահմանադրական դատանը քննարկելու է Թրիպի Սահմանադրականության հարցը, այսինքն մտել է շատ վտանգավոր մի բանի մեջ։ Տեսեք, Թուրքիան բան է անում, Թուրքիան իր տեղով չգիտեմ ինչ էր, ինչքան հզոր, նա էլ երկու երկրով պլյուս Ադրբեջանով ամրացնում է, որ նույն այդպիսի բաներ պայմանավորություն նաև ունեն Շուշիում կնքեցին Ադրբեջանի հետ, ճիշտ է, Թուրքիան։ Այս մարդը մի դաշնակից ունի, դրա դեմ ինչ ասես անում։ Կարգելված էլ չկա այդ դաշնակիցը, ըստ էության։ Պետք է ասեք, մի ռազմավարական դաշնակից ունես, որ այստեղ կա, Ռուսաստանը դրա հետ ինչ ասես անում է, այդ մարդիկ այդքան հզոր լինելով, այդ երկրները։ Սաուդյան Արաբիան մենակ չգիտեմ, Հիլարի ժամանակ բացահայտել էին ամեն անգամ 30 միլիարդի, 60 միլիարդի մենակ այդ դրորոք էր զենք կնել։ Չնայած նրան, որ Միացյալ Նահանգների պատճառով դարձավ թիրախ Սաուդյան Արաբիան, չէ՞։ Միացյալ Նահանգների Սաուդյան Արաբիան չէր կարծեմ ես վերջերս հակաօդային պաշտպանական ինչ ասեցին 8 միլիարդից մեն Իսրայելից նորից ձեռք է բերել։ Սաուդյան Արաբիան Միացյալ Նահանգների պատճառով
արկածախնդրության, ոչ միայն Սաուդյան Արաբիան, Էմիրատները նաև դարձան թիրախ, չէ՞ Իրանը։ Դե Ջեֆրի Սաքսը ոնց է ասում, եթե դու Ամերիկայի բարեկամ ես դառնում, ամենավտանգավոր էր լավ էր ձևակերպել, էլի։ Եթե դու Հիմա տեսեք, դարձան թիրախ, բայց մերպես շկայնեցին իրանց դաշնակցից նեղացան, ասին դուք ես ինչ արիք մեր գլխին։ Միջուկային ծրագրի զարգացման երկարաժամկետ պայմանագիր կնքեցին Միացյալ Նահանգների հետ, Սաուդյան Արաբիան։ Եվ Իսրայելից էլ ասում։ Որովհետև իրանք ի տարբերություն մեզ հասկացել են, որ երբեմն ավակ դաշնակցի եւ իրանց շահերը կարող են չհամընկնել։ Բայց պետք է հանգիստ պատկերացնում եք աղա զտող, չէ, աղա զտիչ կայաններ կան։ Ծոցի երկրներում, որտեղ գիտեք, այնտեղ ջրի խնդիր կա։ Այո։ Սաուդյան Արաբիայում եւ Էմիրատներում, Կատարում, Բահրեյնում դրան չխփեց Իրանը։ Իրան իսլամական Իրան թիրախավորեց, որտեղ կենսական նշանակություն ունի, այո։ Այսինքն, տեսեք, Միացյալ Նահանգների արկածախնդրության պատճառով իրանք ինչ օր են գնում։ Բայց միևնույնն է, քանի որ իրանք այլ ընտրանք չունեն, չէ, նստած էս ԿՊ-ականների պես լիստեյմով անվտանգության երաշխիք են ման գալի։ Գիտեն ապրանք անգել են լիստեյմ, էժան գնով անվտանգության երաշխիք են ման գալի։ Եվ նորից խոսեցին, հա, 300,000 տեսակ հաղորդումներ էր Ադրբեջանից, 300,000 ադրբեջանցիներ պիտի գան, այսօր ազգային ժողովի մասին էինք խոսում եւ օրինակ մի շարք հարցեր կա, երբ որ իրենք խոսում են, պետք է պարտադրել ազգային ժողովից ուժեղ Հայաստան դաշինքը հնչեցնել, որ հիմա պիտի օրակարգ բերեն, որ 1 միլիոն հայերի վերադարձի հարցը Ադրբեջան եւ Արցախ։ Իմիջիալոց ինքը բերեց նույն հարթության վրա դրեց Արցախահայության եւ այստեղից գնացած։ Ուրեմն տեսեք, նույն հարթության վրա են Սումգայիթից եւ Բաքվից եկած։ Չէ, իրանք ցեղասպանությունից են փախել, որտեղ այնտեղ բայց այստեղ ճանապարհն է շատ հանգիստ։ Չէ, բայց եթե վերադարձի խնդիր է դնում, դրանք Լեռնային Ղարաբաղի հայությունը կամ Արցախի հայությունը լրիվ տարբեր բան է։ Իրանք ապրել են իրենց պատմական հայրենիքում եւ ի դեպ սովետական օրենսդրությամբ ունեցել են սուբյեկտություն։ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ, հետո Լեռնային Ղարաբաղի հանրապետություն, այսինքն իր սուբյեկտությունը անգամ Ադրբեջանն է ճանաչել։ Իր սուբյեկտությունը ճանաչել է Ադրբեջանը։ Հայկական, այսինքն դա նույնական չի էթնիկ փոքրամասնության հետ։ Արցախցիները էթնիկ փոքրամասնություն չեն։ Ավելի պարուսունենաց, դա իր ադրբեջանցիների մտքով չի անցել, Ալիևի մտքով չի անցել, բերել նույն հարթության մեջ եւ համեմատել այն ինչ որ Նիկոլ այսօր հայերի հետ։ Ես դες 100%-ով ասում եմ, բացեք պատմական աղբյուրները, կհամոզվեք։ Հայր եւ որդի Ալիևները մինչեւ 2020 թվականի պատերազմը Ղարաբաղյան շարժման մասին ավելի հարգալից են խոսել։ Հա, բան։ Նիկոլ Փաշինյանի ասածները վերցված է միատությունականների վերջում ու սովետական շրջանի, նաև նոր անկախ Ադրբեջանում պատմաբան կար, որը ձևակերպում էր ադրբեջանցիների ինքնությունը, Զիա Բունյաթով։ Այդ դրա թեզերն է Նիկոլ Փաշինյանի կրկնում։ Կամ են մի հատ հակահայել կա, հիմա խորհրդական վերցրեցին ինչ էր են Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ խորհրդական Ժիրայր Լիպարիցյան, այո, կամ մեկ էլ դա է, չէ, դրա կարող այդ թուրքական բաների բերեցին ինչ-որ պաշտոնա տվել։ Կարծեմ չի տվել, ոչ ֆորմալ է, բայց ես այդ մարդուն այլևս չեմ մեկնաբանում, որտեղ ինքը նույնիսկ իր սկզբունքներից է շեղվել։ Ինչ տպավորությունն է խորհրդարանական աշխատանքից, տեսնում եք ինչ պահվածքն այսօրվա իշխանությունը ներողություն խնդրել իրենք այս աղետի արժևող երկիրը կանգնեցնեն, իմիջիալոց այսպես ինքնանվիրումով, որ իրանց պատառոտում են, լավ են Ալենի օրինակը, Ալեն էր, չի անում։ Դե թազա Ալեն կա։ Ալենի օրինակը ձեր համար։ Ալենը ինչ ասեմ, բանը, եթե պետք էր ռուսներին խոնար, եսիմ ինչ, եթե պետք էր անճոռնի ինչ որ բաներ ասում, եթե պետք էր բանը, այդ եգիպտացորենը ասեց ինքնամոռաց ուտում էր, եթե պետք էր ձեթակոլոլ բանը պերաշկին ձեր բարերով ասած պերաշկին ինքնամոռաց ասինքն այսքան իրան կոտորեց հանեց շփրտեց այդ օրինակ չի Անամուտի Նիկոլ Փաշինյանի անամուտի եւ ցինիզմի պատներ ահա
Հիմա այդ պատի ասում են ինչ-որ ֆիլմ, ճիշտ է, Մարիամ, ֆիլմ ա արել իր մասին անալիզ։ 11 րոպեանոց ես Բայց նայել եմ։ այդ ֆիլմի մեջ կա, որ ինքը ոնց է թքում։ Ոչ, չկա։ բնականաբար։ Այդ ֆիլմի մեջ կա, ոնց է ինքը Արցախի հերոս գեներալ Սեյրան Օհանյանի հետ այդպես անշնորհ լկտի։ Ուրեմն ասեմ, հիմա չկա։ չէ։ Իսկ այդ ֆիլմում կա, ինքը ոնց է ասում, որ գերիները իրանք են մեղավոր։ Ոչ, այդ ֆիլմում կա իր հեղափոխականությունը Նիկոլ Փաշինյան եւ այլն։ Այդ ֆիլմում կա թե ինքը քանի 100 հոգու դատի տվել, քանի լրատվամիջոցի, ոնց է բոժի պես իրան պահել, բոլորից պաստաբանների բանի փողը ուզում հասել։ Չէ, հարցնում եմ, կարևոր կետի եմ, որտեղ մեզնից էլ է պահանջում, արդեն հասել է դրան։ Այ դատարաններն էլ իրանց ծառաներն ու ստրուկներն են, չէ, հայլու նկատմամբ։ Մեկը դու մնալու ես որպես թքող մոր, թքող բալա, անդաշ ճիրակ, ինքը մնալու է որպես լրատվամիջոցների հասարակական քաղաքական ուխտ է։ Գործիչներ ուխտը։ Քաղաքական Դատող, այո։ Հիմա տեսեք, այս նոր Ռուբինյանի դաշ չի։ նոր չէ, բայց ուրիշ մարդ կա, որ այդ դերին ձգում է արդեն։ Կոնջոյանը։ Միանշանակ։ Բայց արայի քարոզության, որ ժողովուրդը բոլոր սլիվները, Անդրանիկ դա լրի վերջացած չի, որովհետև դրան շանս են տվել ԱՕԿ-ը գրպանելու։ Ձեր ասած Դդմաշյանի գյուղապետը մի։ Արայի քարոզության։ Արայի քարոզության։ Դե ինքն է ասում, օրինակ մեր մասին խոսեց, ասում է ժողովուրդը չգիտեմ ինչ է ասում, դե ժողովուրդը իրան դդում է, չի ասում։ Դդմաշյանի գյուղապետ։ Դդմաշյանի գյուղապետը։ Իմիջայլոց իր կերպարից ասում է այդ պաշտոնը։ Ասում են հիմա Նիկոլը շատ փողեր հապշտակողներին դրա մասին չի հանրայնացնում, որտեղ Այդ ճիշտ անում է, թե անում է, բայց խնդիրը այդ չի։ Հիմա տեսեք։ Հիշում եք Ալեն Սիմոնյանը, երբ որ փուլից ավելի սկսեց քաղաքական առումով այլասերվել, երբ որ աղբոր կնոջ դեմ գործ հարուցեցին։ Հիշողությունն է սա։ Հիմա տեսեք ինչ է կատարում։ Իշխանությունը Պոլնի սլիվ ապահովեց Հայկ Կոնջոյանի մասին, այդ սլիվները իրանք են ապահովել։ Աղբոր կոռուպցիոն գործարքի, աղբոր խուլիգանական, իհարկե։ Սլիվը իրանք են ապահովել։ Ինչու՞, այսինքն ներսում բան։ Ուրեմն բանի աղբոր խուլիգանական արարքների եւ կնոջ կոռուպցիոն գործունեության մասին Հայկ Կոնջորյանի։ Ինչ են անում։ Նիկոլ Փաշինյանը այն վերևում մեկին բարձրացնելուց մաքսիմում փչացնում է այդ մեկին, որ 5 տարի շարունակ այդ ամեն այլասերված քաղաքական այլասերվածության Բայց դա գալիս տարածվում է Նիկոլի վրա, որ քո թիմը ուրեմն այլասերված է, կոռուպցիոն է, կաշառակեր է, բավոս կատարեն իր ամենակեղտոտ հանձնարարությունները։ Հիմա գտել է Հայկ Կոնջորյանը, նախագահությունում մեկը պետք է անպայման այդ կարգավիճակը ունենա։ Բայց այդ մի օր պայթելու է, չէ՞։ Դա մի օր, բայց Կոնջորյանի վերջի տարիներն է որպես բարձրաստիճան պաշտոնյա։ Հետո էլի իր կահավիժումը կսկսի։ Ու այդ կարգի Արայք Հարությունյանը, օրինակ, Արայք Հարությունյանին տարավ այնտեղ, շանս է տրված ՀԱՕԿ-ը գրպանելու։ Ավին չի գրպանելու, ավիրելու, ինքն ինչի ձեռք են տալի։ Դե հիմա կավիրի էլի, դե հիմա ամեն դեպքում է դա։ Իսկ ինչ վերաբերում է ազգային ժողովին, մի բան ասեմ։ Մի քիչ ինքնագովություն անեմ, առայժմ ազգային ժողովի նիստերին մի հատ օգնական ունեմ, իր մատուցմամբ եմ հետևում, որտեղ էլ որակը չի բարձրացել, այնքան որ մտածելու տեղիք տա այդ հիստորիա։ Դե քաղաքական ելույթները շատ քիչ են, քաղաքական որտեղ էլ օգոստոսն է, հələ ազգային ժողովի ձևավորումն է։ Առաջ բերեք օրակարգ, 1 միլիոն հայերի, ամեն դեպքում ուրախ եմ, իրականացած ադրբեջանցի եւ ամենակարևորը ուրախ եմ, որ Արցախի բանտում գտնվող գերիների հարցը դարձրեք օրակարգ։ Վարդևանյան այսօր փոխնախագահ ընտրվել, ուրախ եմ դրա համար, ամեն դեպքում ինչ ասեմ, բայց ազգային ժողովը բան էլի, տոն չի, դե պրազնիկ չի, ինչ են ասում, տոնածառի հանդես չի էլի, ասել խոսել ուրախանալ։ Էս կարա ներվի աշնանային նստաշրջանի մեկնարկը։ Եթե չեղա, ուրեմն հայտնվելու եք նաև մեր թիրախ։ Դպրոց գնալուց առաջ մի հատ մանուշակ մանկապարտեզով պետք է անցնել։ Մենք դրա մեջ չենք, մենք շատ սարսափելի ծանր հələ որ ներողամտորեն ենք վերաբերվում, ոչինչ, ամառը շոկ, հա, հետո այդ փուլը չի։ Այո։ Այդ չէ ձեր տոնածառ ջանը, նենց կպտտացնեմ ձեր գլխին տոնածառ ջան, տոնածառ։ Այսպես շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Քիչ անց մենք ուղիղ եթերում կլինենք Լևոն Զուրաբյանի հետ։